Բարեկալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ ռազմական ոլորտի ներկայացուցիչ հանրային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանին։ Բարև ձեզ։ Վազգեն, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Պարզ է, որ ձեզ հետ խոսելու ենք անվտանգության ոլորտի խնդիրների մասին, հատկապես բանակի բարեփոխումների հարցերի վերաբերյալ, բայց մինչ այդ երկու շատ կարևոր հարց, որ հիմա քննարկվում է, մեկը բանակի բյուջեի կրճատումն է, որ 2026 թվականի բյուջեով արդեն նախատեսված եւ հաստատված է, եւ երկրորդը ռազմական ծախսերի նկատի ունեմ, եւ երկրորդը բանակում ծառայության ժամկետի հնարավոր կրճատման վերաբերյալ իշխող կուսակցության, նույնիսկ դեպքում պաշտպանության նախարարության, եթե չեմ սխալվում, նախաձեռնությունն է, որ 2 տարի ծառայության ժամկետը կարող է դառնալ 1.5 տարի եւ դա կարող է տեղի ունենալ արդեն մյուս տարվա կեսերին մոտավորապես։ Նախ բյուջեի կրճատման մասին։ Արդյոք արդարացված է այս բացատրությունները, որ տրվում են, որ ժամանակին պետք է եղել մեծ ծախսեր արվել է պետության կողմից, հիմա այդ ծախսեր անելու կարիքը չկա եւ այնքան զենք Հայաստան ձեռք բերել, որ այսպես հրատապ գնումների նաեւ կարիք չկա։ Հարցը հետեւյալն է. նախ ինչպես եք վերաբերում բարձրացնելուն հետո կրճատելուն, թեպետ ինքը շարունակում է մնալ ամենաբարձր բյուջեն, չհաշված ուրեմն նախորդ տարվա ցուցանիշը 2017 թվականից այս կողմ գոնե ամենաբարձր ցուցանիշն է չհաշված նախորդ տարին, եւ արդյոք Հայաստանը բավարար չափի զենք, զինամթերք եւ սպառազինություն ձեռք բերել է, որպեսզի համալրի 2020 թվականի պատերազմում կորցրածը։ Զենք զինամթերք ձեռք բերելու process-ը դա անընդմեջ process է, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, տեխնոլոգիաները տեղում չեն կանգնում, զենքը մաշվում է ու այդ process-ը անընդմեջ է։ Ուրիշ բան է, որ իրոք վերջին երևի 3 տարվա ընթացքում Հայաստանը աննախադեպ քանակի պայմանագրեր ա ունեցել ու բյուջեն աննախադեպ աճել է 3 տարում հենց այդ պատճառով, որ եղել են շատ մեծ գնումներ, շատ մեծ պայմանագրերը ունեցել են ինչ-որ ցիկլ, այսինքն որոշ պայմանագրեր եղել են 1 տարով, 3 տարով, 5 տարով եւ ոնց հասկանում եմ, հիմնական պայմանագրերի վճարման տարի ժամկետը այս տարի վերջանում է եւ մեծ ծախսերը դրա հետ են կապված։ Բյուջեն կազմավորվում է ՊՆՀ-ի պահանջարկով, այսինքն ես տեղյակ եմ, որ չի եղել, որ քաղաքական ուժը պարտադրի ՊՆՀ-ին ծախսերը կրճատեն։ Նույնիսկ տեղյակ եմ, որ խոսույթ է եղել, որ եթե կարիք լինի, կան գործիքակազմեր բյուջեն ավելացնելու, այսինքն կառավարության որոշումով իմիջիայլոց համանցած տարի, համնախանցած տարի մի մասը հրատարակվել է, մի մասը ոչ, այլ ճիշտ հրատարակվել է, բայց չի ասվել ուր է գնալու։ Կառավարությունը բյուջեից բացի արտաբյուջետային բավականին մոտ մի 10-ից ավել որոշում է ունեցել արտաբյուջետային միջոցներ հատկացնելու։ Իհարկե ցանկալի է, որ պաշտպանության նախարարության բյուջեն լինի շատ ավելի, երկապատիկ, եռապատիկ, հավատացեք, միշտ ծախսելու տեղ կլինի, բայց ելնելով մեր իրավիճակից, ելնելով պաշտպանության նախարարության գնումների կարիքներից, իմ ինֆորմացիայով պաշտպանության նախարարությունը պետք է հաշվի առնել, որ կբավարարվի այս բյուջեով, բայց ինչ վերաբերում է սպառազինության գնումներին, այո, կորուստները եղել են մեծ, իրականում շատ ծանր բան է, բայց եթե ասել ես սա, բայց եթե այդ կորուստները չլինեին, երևի մեր մոտ տեխնիկան ու զինամթերքը չարդի անար, մնայինք այդ սովետականի հյուսին, որը իրականում բավականին ոչ էֆեկտիվ է արդեն նույն Ուկրաինայի ռուս-ուկրաինական պատերազմը դա ցույց է տալիս ու ստիպված ենք եղել ծախսել հսկայական գումարներ, պետությունը ստիպված է եղել ծախսել հսկայական գումարներ, բավական է դա թե ոչ ոք չի կարող ասի բավական է, քանի որ ռազմական գիտությունը շատ դինամիկ է զարգանում, տվյալ պահին պետք եղած զինատեսակները ճիշտ կիրառման, ճիշտ մարտական պատրաստության դեպքում կարող են բանակի առաջ դրած խնդիրները էֆեկտիվ կատարել, ասենց ասեմ։ Տեսեք, Ուկրաինայի պատերազմը շատ լավ ցույց է տալիս, թե ներկա պատերազմները կամ եւ ոչ միայն Ուկրաինայի, Իսրայելի պատերազմը Իրանի դեմ եւ այլն, ինչպիսի մոտավորապես կարող է լինել, իհարկե տեղանքի յուրահատկությունները հաշվի առնելով։ Ուկրաինայում դա դաշտային մեծ հաշվով գործողություններ են, հիմա արդեն պոզիցիոն պատերազմ է, դիրքային պատերազմ է, բայց օր-օրի փոխվում է այդ ամեն ինչը։ Մենք կյանքում չէինք պատկերացնում կարող են լինել դրոններ, որոնք
այսպես բաբինաներով են աշխատում, հա, այսինքն լարով է կապված կոնկրետ կառավարման կետի հետ եւ իրեն հնարավոր չի ռեփ համակարգով ընդհանրապես բռնել։ Պետք է ուղղակի խոցել այդ դրոնը, հա։ Այդ առումով եւ նաեւ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ինչ տեմպերով է շարունակում զինվել, արդիականացնել իր զինամթերքը, ավելացնել ռազմական բյուջեն իր 2026 թվականի հետ կապված 4%-ով ավելանում են նրանց ռազմական ծախսերը, իհարկե այնտեղ կա նաեւ անվտանգության շերտը, ներքին անվտանգության հարցերը եւ այլն, բայց այնուամենայնիվ ավելանում է։ Եթե Աստված մի արածի մենք գնանք պատերազմական սցենարով, նախ մեզ ինչ բյուջե է պետք հնարավոր հակառակորդին դիմակայելու համար եւ ինչ տիպի պատերազմի պետք է պատրաստ լինենք, ելի չպատրաստվենք նախորդ պատերազմին։ Դուք պատերազմի պատրաստվում են, դուք ճիշտ ասացիք, պատերազմից առաջ։ Պատերազմը երբ որ սկսի, բյուջեն նույնիսկ եթե տասնապատկվի ու լինի, ասենք, կարճաժամկետ պատերազմ, ոչ ռուս-ուկրաինական նման 3-4 տարի տևի, չնայած ընդեղ էլ օրինակ Ռուսաստանի պարագայում Ռուսաստանը պատերազմը սկսեց, բյուջեն մեծացրեց մի քանի անգամ, բայց դա ինչ որ իրանց հարձակման տեմպի վրա չազդեց եւ այլն, տեմպերը ոնց եղել են փոքր, նույնն էլ Ուկրաինան բյուջեն մեծացրեց, բայց պաշտպանության նահանջի եւ բանի տեմպը այնց ինչ որ էֆեկտիվ չի փոխվել։ Պատերազմի ժամանակ բյուջե մեծացնելը, ինչ որ գործողությունով զբաղվելը շատ էֆեկտիվությունը շատ փոքր է։ Ինչ վերաբերվում է իմիջայլոց այդ FPV դրոններ են դրանք կոչվում, FPV դրոնների այդ լարով համակարգը ոչ մի նորություն չկա, դա նույն հակատանկային միջոցների այդ ֆագոտ կոչված տիպի առաջի եւ երկրորդ, ու երրորդ էլ կլասի հակատանկային երրորդ սերնդի հակատանկային միջոցների նույն կրկնօրինակումն է։ Ու նման ձև դեռ չէր կիրառվել ինքը եւ ման նպատակներով։ Ու ամենահետաքրքիրը դա որ այդ դրոնները քաղաքացիական են, ասենք ինչ որ մարքեթներից ցանկացած մարդ կարող առնի եւ ինչ որ փոփոխությունների միջոցով կիրառի։ Սենց ասեմ, ես ճիշտ է շատ փակագծեր չեմ կարող բացեմ, բայց իհարկե կան պետության մեջ, ՊՆ-ի մեջ, ինչպես կառույցի մեջ ուժային անհատներ եւ վարչություններ, որոնք հետևում են, փորձում են ինչ-որ հետևություն անել, ինչպես նաեւ կան առանձին կազմակերպություններ, որոնք համագործակցում են պաշտպանության նախարարության հետ, իհարկե հասցնելը դրան, քանի որ մենք ունենք մի քանի խնդիր։ Մենք ունենք եղածը համալրելու խնդիր եւ ունենք այդ R&D-ի գիտահետազոտական աշխատանք կատարելու խնդիրը։ Գաղտնիք չի, որ Հայաստանը, հայկական ուժային կառույցները, նամանավանդ պաշտպանության նախարարությունը գիտահետազոտական ոչ մի գործունեություն երբեք չեն արել։ Այսինքն այն պարագայում, երբ որ ադրբեջանական բանակ Ադրբեջան ստեղծել է 2005 թվականին, ոնց որ իրանց ռազմաարդյունաբերության առանձին որպես կառույց, մեզ մոտ 2018 թվականին է ստեղծվել ԲՏԱ-ի մեջ ռազմաարդյունաբերության կոմիտեն ու մինչև վերջ կայացածել չի։ Ավելին գիտահետազոտական կոմպոնենտի համար տրվող գումարները չեն ծախսվում։ Դա վարչարարության խնդիր է։ Դա մոտ ճնշող մեծամասնությունը վարչարարության խնդիր է, շատ եմ շփվում ռազմաարդյունաբերության ներկայացուցիչների հետ շատ ու իմիջայլոց այդ փաստը համ ռազմաարդյունաբերության կոմիտեում, համ բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունում էլ են ֆիքսում, փորձում են, որտեղ մի քանի հատ օրենք է փոխել, բավականին ինչ որ բաները հեշտացվել է, բայց միևնույնն է, ասենք նախանցած դրան նախորդող տարին բյուջեի մեծ մասը վերադարձվել։ Իմիջայլոց դրա հետ է կապված, ոնց հասկանում եմ, ՌԱԿ-ի բյուջեի կրճատումն էլ, որտեղ բյուջեն չի իրացվում ու հենց այդ գիտահետազոտական մասի պակասն է, որ հնարավոր է մեզ ապագայում կամ հիմա թույլ չի տալի իրոք հասցնել ժամանակակից ռազմական արվեստի դինամիկայի հետևից, քանի որ էնտուզիազմների, ՊՆ-ի առանձին սպաերի, առանձին վարչությունը իհարկե դա հոյակապ է, բայց երբ որ դա ինստիտուցիոնալ մակարդակի վրա դեռ չկա, ու ինչ Հայաստանի պարագայում օբյեկտիվ, այսինքն դժվար է ստեղծել մի տարում, երկու տարում, նույնիսկ 10 տարում գիտահետազոտական այդ ինտելեկտուալ պոտենցիալը, օրինակ ֆրանսիացիք պահանջվեց 4 տարի, որ իրանք այդ FPV դրոնները ներդնեն։ Այսինքն մեծ պետությունները, մեծ համակարգները, եթե պատերազմը չի գնում, եթե ասենք չի եկել պատերազմ իրանց դուրը, իրանք շատ ուրիշ նորմատիվներ են ստիպված պահպանել, դա լինի անվտանգություն եւ այլն, ու այդ գիտահետազոտական կարողությունը հիմա երևի մեր խնդիրներից մեկն է ամենակարևոր։ Մեծ համակարգերը պարզ է, իներցիայի խնդիր ունեն, դժվար են փոխվում, դիմադրում են, կոնսերվատիվ են։ Փոքր համակարգերի գրավչությունն այն է, որ պետք է ավելի ճկուն լինեն, ավելի
արագ փոփոխվեն, ավելի հեշտ լինի նրանց փոփոխությունները։ Հայաստանը այդքան մեծ համակարգ չի առհասարակ, իսկ պաշտպանության նախարարությունը իհարկե համամասնորեն ինքը գուցե մեծ համակարգ է Հայաստանի բնակչության, պետության ուրեմն չափի եւ այլնի հետ կապված, բայց այնուամենայնիվ որքանով է մեզ մոտ այդ առումով համակարգում իներցիայի խնդիրը, հատկապես պատերազմից հետո, շարունակում է արդյոք հին իներցիան եւ արդյոք դժվար է փոխվում համակարգը։ Մեր համակարգը թվային մասշտաբային մեծ չի, բայց ցավոք հայկական բանակի համակարգը Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո, նամանավանդ 2000-ականների սկզբից կառուցվել է մեծ համակարգի կրկնօրինակումով, այսինքն սովետական համակարգի կրկնօրինակումն ա եղել, դա բանակի հետ առնչություն ունեցող բոլորն են փաստում, բանակի մեջ էլ են դա փաստում, դա լինի ռազմական կրթությունը, մարտական պատրաստությունը, լոգիստիկան, կառավարումը ողջը եղել է մինչև 20 թվականը սովետական համակարգի կրկնօրինակում, այսինքն եթե դուք փոքր համակարգ սարքում ես, Հոլին կանոնագիրքն է սովետական կանոնագիրքի մեխանիկական թարգմանությունը։ Միանշանակ, ու ասեմ կա այդ խնդիրը, այդ խնդիրով մենք էլ ենք բարձրացնում ու պաշտպանության նախարարությունում օրինակ, այս վերջում հանրային խորհրդի շրջանքներում նախարարի հետ հանդիպում ենք ունեցել ու հասկացանք, որ նախարարի փաստում է, ինքն էլ է փաստում, որ այդ խնդիրը կա, այդտեղ խնդիրը մի քիչ ուրիշ է։ Այդ կանոնակարգը ինչով փոխարինվի։ Այդ կանոնակարգի առանձին մասերը, օրինակ մարտական պատրաստության վարչությունը ունի իր մասով update արած, արդիականացված մասը, վաղուց ունի, բավականին մեծ աշխատանք է տարել, բայց դա փոխարինելու համար հենց համակարգի իմաստը դա է, որ դու պետք է սինխրոն լինես մնացած համակարգի տարերի հետ, այսինքն եթե դու քո մարտական պատրաստությունը փոխում ես, նյութական ապահովությունն է փոխում, հետևաբար անվտանգությունը, հետևաբար իրավաբանական մասը ու սենց համակարգերի մեջ, որոնք ոչ դինամիկ, ոչ ճկուն են կառուցված եղել սովետական համակարգում, առաջնահերթը համակարգի մոդելը փոխել, ինչը գալիս է կադրային խնդրի, որ ով պետք է փոխի այդ համակարգի մոդելը։ Եթե օբյեկտիվորեն, հա, եթե այդ համակարգի ներկայացուցիչները կրթություն են ստացել մեծամասնամբ այդ ռուսասովետական այդ դպրոցում, դրա ժառանգորդներն են ու իրանք մեղավոր չեն, որ տենց է, պետությունն է տենց պարտադրել, հիմա այդ մարդիկ ոնց պետք է փոխարինեն։ Իհարկե շատ է ուրախացնում, որ կա միջազգային համագործակցությունը, բավականին մեծ քանակով Եվրոպա արևմուտք են գնում սովորում, բայց դա բավականին մեծ ժամանակ է պահանջելու, այսինքն իմ գնահատմամբ դա համակարգի մոդելը փոխելը Հայաստանից պահանջելու է 10-ից 20 տարի։ Դա լավագույն դեպքում, քանի որ նայեք, մինչև ինչքան գիտեմ անցած տարի, այս տարի մեր ռազմական ակադեմիա դիմողների տոկոսը եղել է մի տեղի վրա 0.1, 0.2 մարդ։ Այդ պարագայում խոսել որակից ու ինչ-որ բանի փոխելու։ Սեփական կադրերի պատրաստության հետ կապված լուրջ խնդիր են։ Այս տարվանից դինամիկան բավականին մեծացել է, բավական։ Սոցիալական բաղադրիչը ավելացրեցին, գրավչությունը մեծացավ։ Բայց վերադառնանք նրան, որ մի հատ խնդիրը լուծելուց, այդ ձեր ասած կանոնակիրքը փոխելուց, որը մարտական պատրաստության վարչության խնդիրն է։ Իրանք երբ որ դա ուզում են պատրաստիկա միջազգային գործընկերներ դեպ այլն, ուզում են փոխեն, հապարզ դուրս է գալիս, որ ամբողջ համակարգը դու պետք է փոխես, որpիսի դու չես կարող օրինակ շատ հասարակ օրինակ բերեմ, կրակային պատրաստությունը փոխես, երբ որ մեր մոտ մինչև օրս զինվորին կրակային փուլում, ուսումնական փուլում տրվում է, նո ասենք 50 փամփուշտ, հա, դու փոխես դա սարցնես, ասենք 1000 փամփուշտ, բայց դու դա պետք է հիմնավորես նյութական ապահովման վարչության հետ, ինչը օբյեկտիվ է բոլոր համակարգներից, օրինակ շփվել եմ նույն արևելյան, ֆրանսիական եւ ամերիկյան բանակների հետ, այդ նույն FPV դրոնների հետ կապված, այնտեղ 4 տարի, 3 տարի կիրառողների ու որոշ վարչությունների ու այդ head office-ի հետ պատերազմել են իրանք, որ հա հասկանում ենք, մենք Rafale ունենք եւ այլն, բայց սա աշխատող է, սա էժան է, նույնիսկ այտենց ճկուն համակարգերում շատ բարդ է այտենց գլոբալ փոփոխություն անելը։ Լավ, գոնե զինվորների հանդերձանքը ունիֆորմա կոչվածը, հա, հնարավոր է փոխել թե ոչ, որովհետև 2024 թվականի դեռ սկզբից հայտարարվում էր, որ այդ ժամանակից պետք է ունենանք արդեն նոր այդ հանդերձանքը իրենց։ Մինչև այսօր չունենք, հին հանդերձանքն է, հին հաստ բուշլատ կոչվածներն են, դրա վրա մի հատ էլ որ պատկերացնենք իրենք հակնեն այդ
զրահաբաճկոնը ձմեռային պայմաններում ընդհանրապես անհնար է որ այդ մարդը կարողանա իսկապես էֆեկտիվ մարդ վարել։ Ուրեմն այդ գործընթացը ճիշտ է վաղուց է սկսվել 23 թվականից, այդ 20 թվականից կար այդ փաստը, որ ֆիքսել էին բոլոր մակարդակներում, որ մեր հանդերձանքը առաջին անվորակա, երկրորդ հերթին հարմար չի, երրորդ հերթին զինվորի կարևոր չի, հրետանավոր է ինքը, հետևակ է, իրանց արժև դրած խնդրին խանգարում է, ոչ թե ծառայում է։ Հանդերձանքը պետք է լինի դա։ Հանդերձանքը դա ոչ միայն համազգեստն է, այդ ֆորմա կոչվածը, ունիֆորմ կոչվածը, այլ հանդերձանքը դա զրահաբաճկոնն է, զրահաբաճկոնի վրա եղածը, ձեռնոցները, ծնգակալները, արմնանկալները, ակնոցները, ականջակալները, ժամանակակից մարտիկի հանդերձանքը, դա բժշկական տուփը, բոլորը, դա մոտ 7 շերտ, ու ամեն շերտը իր տարերը, իր ժամանակային ու տեղային նշանակություն ունեցող շատ բարդ համակարգ է։ Դա ինչու չի փոխվում, որն է պատճառը։ Պրոցեսը կա, նայեք, ուրեմն փորձ արվեց կրկնօրինակել նույն ֆրանսիականը, ասես մի քիչ փակագիծ բացեմ, էլի, ու մենք հասկացանք, որ օքեյ, ֆրանսիականը ամենալավն է համաշխարհային ստանդարտները, ամերիկային, իսրայելականին, նույնիսկ ասեմ Ռուսաստանն է հիմա վերցրել արևմուտքի ստանդարտները, ռուսական ամենահաջողած զորատեսակները, դրանք արևմտյան ստանդարտներով մարտական պատրաստություն հանդերձանք այդ զորատեսակներն են վերցրել այդ ստանդարտները, բայց երբ որ ուսումնասիրում ես մոտիկից օրինակ ֆրանսիականը, իրանց ռազմական դոկտրինը չի ենթադրում, որ քո զինվորը գնալու է խրամատի մեջ մի ամիս մնա։ Իրանց ռազմական դոկտրինը ենթադրում է տոտալ վերացում թշնամու, զինվորը մտնում է ինչ որ ուղակի թեթև ինչ որ շատ ավելի པարզ գործառույթներ անում, իհարկե մարտական։ Ոչ մի ձև չեմ աղերս չունեմ նսեմացնելու ֆրանսիական, որտեղ շատ բարձր մակարդակի բանակ ունեն, այսինքն խնդիր կար համար մեկը հասկանալու տարերի նյուանսների ու ամեն նյուանս էլի ասեմ մի քանի վարչություն քննարկվում է բավականին երկար։ Երկրորդ խնդիրը դա Ուկրաինայի պատերազմի հետ կապված էր, որ այսօր ամբողջ աշխարհում կա շատ լուրջ խնդրեմ առաջի հերթին լավ կտոր այդ քարդուր ասածը, քանի որ ռազմական այդ զրահակիրները, ձեռնոցները եւ այլն դրանք հատուկ տեսակի կտորից են կարում, քարդուր 1050-ից 500-ից մինչեւ 1500-2000 ու խնդիրը որն է, որ ամբողջ աշխարհում լավ որակի քարդուրը այսօր շատ դիֆիցիտ է, բայց Հայաստանը եթե որոշի փոխել իր հանդերձանքը, իրան պետք է լինելու միանգամից գոնե ասենք մի քանի տասնյակ հազար հատ, որ ամեն զինվորին 2 հատ եւ այլն, այդ խնդիրն էլ էր բավականին երկար։ Երրորդը իհարկե պետության ով դա կանի ընտրություններ, Հայաստանի մեջ կան հոյակապ կազմակերպություններ, որոնք իհարկե զբաղվում են դրանով, ունեն միջազգային որակի, բայց այդտեղ էլի մասշտաբի, ստանդարտների եւ այլն խնդիրն է, գործընթացը բավական արագացել է վերջի մի տարին, իմ կարծիքով մենք մի տարվա ընթացքում այդ փոփոխությունները կտենանք։ Եթե ոչ ավելի շուտ, բայց մի տարվա ընթացքում, մի խոսքով նես չի, որ չի արվել, քանի որ ճիշտ ասած շփումը կա, ես տեսնում եմ, որ գործընթացը կա։ Ես ինչու եմ ես կետային հարցերը տալիս, որովհետև շատ հաճախ մենք ընդհանրական ռեֆորմների մասին ենք խոսում, ոչ լսարանն է նորմալ հասկանում, ինչի մասին խոսեցինք, ոչ մենք ենք հասկանում, թե չափելիության տեսանկյունից ինչպես չափենք այդ ռեֆորմները արդյունավետ են, թե արդյունավետ չեն։ Դրա համար այսպես կետային հարցեր եմ տալիս։ Նույն բժշկական տուփերը զինվորները էլի չունեն, կարող է հատուկ ջոկատները, հատուկ զորքերը եւ այլ ունեն, այդ բժշկական տուփերը իրենց հետ, բայց զինվորները չունեն, այսինքն խրամատում կանգնած զինվորը չունի, պատերազմի ժամանակ մենք գիտենք, որ հիմնական զոհերի քանակը եղել է այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց հետ չեն ունեցել լարանների բացակայության ու նրանց բժշկական տուփեր եւ այլ արյունահոսությունից մահացել են մեր զինվորները 44 օրյա պատերազմում։ Նույն ջերմատեսիլները, մինչև այսօր մենք խնդիր ունենք առաջնագծում ջերմատեսիլներով ապահովել մեր զինծառայողներին։ Գիշերը գալիս է, գիշերային տեսանելիության գուցե սարքեր որոշ տեղերում կա, բայց ջերմատեսիլը, որ ցույց է տալու ավելի կոնկրետ հակառակորդի շարժ կա թե չկա, տարածքում չունեն, որն է պատճառը։ Նայեք, լարանների հետ կապված էլի վերադառնանք ստանդարտներին, պաշտպանության նախարարությունը բավականին երկար այդ դեգերումների մեջ էր։ Ինչա պետք, ոնց է պետք ու վերցում ոնց հասկացա որոշումը կայացվել, որ ընդհանուր, եթե դու հանդերձանքը փոխում ես, հանդերձանքի այդ տարերը փոխում ես, տարերի մեջ պարտադիր պարունակվում է մի քանի տեսակի այդ լարանները ու բժշկական այդ տուփերի պարունակությունը,
կրկնեմ երևի մի տարվա ընթացքում հուսամ կտեսնենք այդ փոփոխությունը, քանի որ այդ լարանների արկայությունը ու մենակ լարանները չի, մի քանի տեսակի պարտադիր զինվորի վրա կրելու բժշկական միջոցներ կան։ Նույնն էլ ջերմատեսիլ սարքերը, գիտեմ, որ երևի ով որ ուշադիր է նկատել է, որ Զինուժի որոշ ռեպորտաժներում սկսվել են երևալ այդ ջերմատեսիլները, որ իրանց սաղավարտների վրա զինվորների կպցրած բավականին։ Բայց դա հատուկ զորքերի մասին է խոսքը երևի թե։ Սենց ասեմ, հատուկ ջոկատայինները եւ սենց ասեմ, պատերազմում են հատուկ ջոկատայինները։ Չհատուկ ջոկատայինները հասարակ զորատեսակը դա աջակցման միջոց է։ Ու մի հատ էլ ցավալի բան ասեմ, այդ խրամատ հասկացողությունը դա ցավոք մարտունակ բանակի մասին չի։ Մեր իրականությունն է դա, բայց խրամատում գտնվող զինվորը դա մի որոշ ժամանակ հետ դառնում է անմարտունակ զինվոր։ խրամատի պահակ, որովհետև խրամատում դու չես կարող քո հմտությունները կատարելագործես, իհարկե դեգրադացիան, մեր իրականությունը եւ այլն։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, բայց ես գիտեմ, որ 20 թվականից բավականին մեծ քանակի ստատիկ ջերմատեսիլներ է տեղադրվում, բավականին մեծ քանակի, ու այդ դիրքերը այցելելուց ճիշտն ասած հələ որ չի եղել, որ այդպես դիրք լինի, որ ջերմատեսիլ չունենա, կամ նայեք, ասենք դասակի այդ KMP ասացում հաստատ կա, որը տեղանքը ես ասեմ, էլի վերջ 2 տարին հաստատ չեմ տեսել, որ տեսա ջերմատեսիլի։ Վերջին երկու հարցը, ինչպես նախկինում այսօր զինծառայողների մարտադաշտ, ընդհանրապես տեղափոխությունները, որ իրականացնում են, տեղափոխվում են անպաշտպան բեռնատարերով։ Բեռնատարները սպառազինության հետ միասին։ Սա կրիտիկական խոցելիություն էր 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ինչու է խնդիրը մինչև այսօր չի լուծվում։ Ես ճիշտ ասած այդ ինչուների պատասխան ես պաշտպանության, իմ ինֆորմացիով միանշանակ դա շատ լուրջ խնդիր է, միանշանակ ամբողջ աշխարհը գնում է դեպի դեցենտրալիզացիա։ Այսինքն, եթե նայենք ռուս-ուկրաինական օրինակը, իրանք արդեն անցել են այդ էնդուրո մոտոցիկլետների, այդ լեռնային մոտոցիկլետների, այսինքն արդեն ոչ թե զրահակիրներով, բագիներով եւ այլն, այլ դեցենտրալիզացիան ունեցա, դեցենտրալիզացիայի մի հատ հոյակապ տար ունի, որ ստեղ ոչ միայն թշնամին պետքա խոցի մի հատ պայմանական Ուրալ մեջը մի դասակ զինվոր, այն ժամանակ ու ամենակարևորը իր հետախուզական ու կառավարման ռեսուրսները նա ծախսում է մի հատ Ուրալի վրա, այսինքն մի հոգի նստած գտնում է, ֆիքսում է, փոխանցում է ինֆորմացիան, բայց երբ որ 20 հոգի նստում են օրինակի համար, 20 հատ մոտոցիկլետ, արդեն մի հոգին բավական լուրջ ռեսուրսներ է պետք մի դասակին գտնելու պրիորիտետնի այդ priority target-ը բանելու, որոշելու, խոցելու համար ու միանշանակ դեցենտրալիզացիան մեր պարագայում, փոքր երկրի պարագայում դա շատ կարևոր տար է, այդ իմաստով էր արդեն հայտնի ինֆորմացիա է, այդ միտումով էր պաշտպանության նախարարությունը ձեռք բերեց ֆրանսիական բաստիոն տեսակի զրահափոխադրիչները, որոնք իրականում եթե ես չգիտեմ ինչ գնահատական է տվել պաշտպանության նախարարությունը վերջնական, կա ակնհայտ է իրանց կողմից կա այդ որոշումը, որ զրահամեխադրիչները, բայց ինչու չէ, ինչու չվերցնենք նույն ամերիկյան բանակ ունի մոտոցիկլետներ, բագիներ եւ այլն, ինչու չվերցնենք այդ տարերը, որ այսինքն բագիները փոքր մեքենաներ են։ Բագիները փոքր մեքենաներ են, լեռնային մոտոցիկլետները, որոնք ամենաանցանելի տեխնիկան է աշխարհում համարվում, ամենաանցանելի, որտեղ մարդը անցնում է ինքը մի 10 անգամ արագ կարող անցնի։ Դեցենտրալիզացիան կա ու այդ խնդիրը կա, բայց հույսով եմ պաշտպանության նախարարությունը նույնպես այդ ուղղությամբ մտածում է ու կփոխեն։ Շատ լավ, վերջին հարցը պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, հանրային քննարկման է դրվել այդ նախաձեռնությունը, ենթադրում եմ ձեզ մոտ եւս քննարկվել է կամ քննարկվելու է խոսքը ծառայության ժամկետի կրճատման բանակում զինծառայության ժամկետի կրճատման մասին է 2 տարուց 1.5 տարի։ Սա ներկայացվում է որպես բարեփոխման հերթական էլեմենտներից մեկը, քաղաքական մակարդակում բացատրվում է նաև նրանով, որ մենք արդեն խաղաղության դարաշրջան ենք բացել եւ մենք կարող ենք մեզ թույլ տալ այսպիսի ճոխություններ, այսպես ասած, բայց որպես ռազմական փորձագետ, ինչ եք կարծում, նախ սա բերելու է արդյոք բանակի թվակազմի կրճատման, եթե բերելու է ինչու են գնում այդ քայլին, հատկապես հաշվի առնելով, որ
այժմ մոբ ռեսուրս կոչված է, որի վարժանքներով զբաղվում է պաշտպանության նախարարությունը, այսինքն վարժական հավաքներ անունը կրող էս գործողության հիմնական նաև իմաստներից մեկը այն է, որ այդ մարդկանց ինչ որ պահից տեղափոխում են առաջնագծում այդ մարտական հերթապահություն իրականացնելու համար, ռեալ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այսինքն, եթե այդ մարդիկ պետք են ի սկզբանե եղած ռեսուրսի պայմաններում, որպեսզի որոշակի ծակեր փակեն առաջնագծում, ինչու են անում գործողություններ, որոնք բերելու են բանակի թվակազմի կրճատման վերջիվերջո։ Քաղաքական դրդապատճառը ճիշտն ասած չեմ ուսումնասիրել այդ խաղաղության դարաշրջան եւ այլն։ Ես կասեմ համաշխարհային փորձի տեսակետից նույն ամերիկյան Վիետնամի պատերազմից հետո զինակոչից գրեթե հրաժարվել է, քանի որ էֆեկտիվությունը դա պրոֆեսիոնալիզմն է, պրոֆեսիոնալ բանակն է։ Միևնույն ժամանակ մեր մարտական պատրաստության ծրագիրը նենց է, դուք փաստեցիք, չէ՞, կանոնագիրքը, որ զինվորը գալիս է բանակ, 6 ամիս այդ ուսումնական կենտրոնում, այդ կուրս Մալադովա բայցա կներեք ռուսերենի համար, այդ անցնելու ընթացքում ոչինչ չի սովորում, բայց հիմա եթե մարտական պատրաստության կանոնագրքի առաջին կետով կամ առաջին կետերից մեկում, քանի որ թարգմանված է սովետականից, գրված է մեր հրետանու հիմնական խնդիրը պատերազմի ժամանակ հակառակորդի միջուկային պոտենցիալի վերացումն է։ Կա այդպես բան, հա, այդպես ճիշտ ասած կոնկրետ դրա հետ կապված չգիտեմ, հուսով եմ փոխել եմ, բայց իրոք այդպես խնդիր կա, ու եթե մենք օրինակ ամերիկյան ստանդարտներով, արևմտյան ստանդարտներով այդ երիտասարդ զինվորի պատրաստման կուրսը տևում է մի շաբաթից 8 շաբաթ։ Այսինքն դու կարող ես 4 շաբաթում նրան հասցնել ինչ-որ միջին մակարդակի, բավականին էֆեկտիվ, հետո տալ արդեն պրոֆեսիոնալ եւ ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ։ Մենակ դրա հաշվին մեր բանակի զինվորի այդ մարտական պատրաստության փուլը հանգիստ կարելի է 4 ամսով կրճատել։ Երկրորդը ոնց հասկանում եմ պաշտպան հայրենաց ծրագիրը բավականին թափառ է, քանի որ զորքերում շփվելուց բավականին մեծ քանակ են 18-19-20 տարեկան զինվորները, որոնք եկել են ժամկետային ու մնացել են պայմանագրային, բավականին մեծ թափառ է ու եթե ստացվի այդ իհարկե միջնաժամկետում այդ տարուկես բանակը սարքելուց ունենալու ենք ինչ-որ թվականակի խնդիր, բայց եթե ստացվի այդ ծրի զինվորը կոպիտ բան եմ ասում, էլի, որ ծրին դա էֆեկտիվության մասին չի, փոխարինել վարձատրվող ու իհարկե վարձատրում ես ավելի շատ ես պահանջում զինվորով, հնարավոր է մենք կարողանանք քանակը փոխել որակի։ Ես իրականում կողմ եմ փոխարինմանը, ոչ թե ուղղակի ինքնանպատակ կրճատելուն։ Երբ որ մենք օպտիմիզացնում ենք մարտական պատրաստությունը, պրոֆեսիոնալ բանակի անցմանը։ Այո, իհարկե, պրոֆեսիոնալ, նայեք, մոբ իմիջիալոց այդ մոբ ռեսուրսի հետ կապված իհարկե կա այդ խնդիրը, բայց եթե պետությունը այս բանակի թվի կրճատումը հասկանալով, որ ինչ մարտահրավեր է նետում իրան ու պատրաստ է ինքը այդ մարտահրավերին դիմակայել պրոֆեսիոնալների ներգրավմամբ քանակի խնդիրը լուծել որակով, որոշ ինչ որտեղ պայմանագրայիններով, ես միայն ողջունում եմ դա։ Ուղղակի նես չստացվի, որ այսինքն այն որ 2 տարի գալիս էին ոչինչ չէին սովորում, հիմա տարուկես են ոչինչ չեն սովորում, էլի, հա, հուսամ տես չի լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցը Վազգեն Ղազարյանն էր։ Ստացիոն կհանդիպենք։